Պաշտպանությունը, այսինքն քաղաքացիական պայմանագրի մյուս պաշտոնյաները դու պատրաստվում եք ներկա լինել։ Ես արդեն ասել եմ, որ ես չեմ մասնակցել, ես պլաններ չունեմ, վարչապետը հայտարարել որ մասնակցելու է, միշտ չի չէ որ որտեղ վարչապետը գնալիս է։ Սա նշանակում է Փաշինյանին չաջակցել ձեր չգնալը։ Չէ, իհարկե չի նշանակում, բայց ինչի՞ պետք է մենք իրար չենք համաձայնեցնում որ եկեղեցի ագնում ինչ անում։ Շարժա քաղաքական մի տարեկան դաշտ, ոչ մի աջակցելու եւ չաջակցելու բան չկա, դա ամեն մարդու իր ընտրության, իր որոշման ինչ կա դա աջակցելու, չաջակցելու։ Մի ես չեմ ուզում դուք այդ դրա շուրջ ինչ որ մեծ բան առհասարակ պատարագը նկատի ունեք։ Մարդը որոշել է որ մարդ կա որը որ պատարագ է անում, որոշել է գնա մասնակցի այդ պատարագին։ Դա չի նշանակում որ դա չի դրա հետաքրքիր տենց լավ խոսույթ է, չէ՞, ձևավորել այդ կապած։ Ոնց որ վերջացնում, որ կարգալույցը չի կարող ոչ որ մեկին կարգալույց անել, եւ էլ չեմ ասում հարգելիներս, ով որտեղ իր հավատքը ոնց արտահայտվում, դա ոչ մեկին չի վերաբերում, դա ոչ մեկին չի վերաբերում, հավատքը քրիստոնեությունը որևիցե մեկի մենաշնորհը չէ, ինչպես եկեղեցին որևիցե մի քաղաքացու եւ իր եղբոր եւ իր շրջապատող մարդկանց մենաշնորհը չի ժողովուրդ եկեք դուրս եկեք այդ բանից հերիքա նույնական ասեմ ես ազգային ժողովի նախագահն եմ ես դա չի նշանակում որ ես ազգային ժողովի ես ուրախ եմ այդպես դուք որոշեք եւ այդպես եթե մենք իրար հավատենք սենյակում եթե մենք հավատենք սենյակում եւ աղոթենք հրավիրում եք դա ինչ Բայց ինչի մասն եկեղեցու կանոնակարգ գոյություն ունի, արարողություններ անցկացնելու ձև գոյություն ունի։ Թող եկեղեցու կանոնակարգը եւ եկեղեցու այն ներկայացուցիչները, որոնք դրա ասեն, ուզում հասկանամ դրա հետևանքը, դրա անթույլատրելիությունը, դրա խնդիրը ըստ ձեզ ինչու՞ն է կանում։ Մարդ, որը որ եկեղեցական, մեկ ասում է կարգալույց, մյուսը ասում է ես կարգա չեմ ընդունում որ ինձ կարգալույց անել, ասում է ես ուզում եմ աղոթել, ես էլ ասում եմ ես ուզում եմ այդ աղոթքին ներկա գտնվել։ Հիմա ուզում հասկանամ ես ամեն ինչի մեջ այդ ձեր ասած խմբակի եւ ինչ որ կանոնների պայքարը որ ես որտեղ կուզեմ, ում հետ կուզեմ կաղոթեմ։ Իմ եւ Աստծո միջև խոսակցության մեջ պարտադիր չի ինչ որ մեկը լինի, վեղար հագնի, բիզնեսներ ունենա, տարբեր տեղեր կապեր ունենա եւ իրան բիզնեսմենի մեջ պես բայ չեմ ասում մնացած անձնական Պարոն Սիմոնյանը իշխանություններին ինչ տեղեկություններ ունեն կաթողիկոսի եղբոր KGB-ի գործակալ լինելու վերաբերյալ։ Դրա մասին հրապարակում կա, բացեք, կարդացեք, այդ տեղեկությունը կարծում եմ։ Իրավական գործընթացներն ուր են, եթե դրա մասին տեղեկություններ կան։ Լսեք, իրավական գործընթացները որոշում է իր կոնկրետ մարմինը ըստ բանի հրապարակման։ Իսկ հրապարակումը Եթե այդ հրապարակմանը արձագանք չի լինում, հերքում չի լինում, ամեն քաղաքական գործիչ կարող է հեղում անել, ասել իմ միջալուծեց հրապարակում կա։ Իսկ դատախազությունը պետք է ուսումնասիրի պարոն Սիմոնյան այդ իմաստով, եթե հրապարակում կա, դա հաղորդում չի հանցագործության մասին։ Ես այդ դաշտ, որովհետև նախ հետո ասել եք, որ դու ինչ-որ բան ասեցիր, դու բարձրաստիճան պաշտոնյա ես, հետո բան ես չեմ ուզում։ Դուք եք այդպես կարծում, որ KGB-ի գործակալը եւ սրա սրբազանը ճիշտ է։ Ես իրան գիտեք ոնց եմ ծանոթացել, բանում առաջի անգամ երբ որ մեկնել էի Մոսկվա, Ավրորա Մարիոթ հյուրանոցում էր դատախազության դիմացն է գտնվում այդ հյուրանոցը։ Ինձ հանգեցին ես այդ ժամանակ փոխնախագահ ասցին եկելա ուզում է դες տեսնի, ես ասի դե եկելա, իջա ներքև մոտեցավ, ասեց մենք ես թուղթ էր աչորս ֆորմատը, ասեց բարև ձեզ, ասեց միացակ ստորով է, ասես ինչ հա, նայեմ գրածա, ռուսերեն լեզվով գրածա դիմում է, որ դիմում եմ ես, իմ անունից գրած դիմում էր, որ ես դիմում եմ իմ գործընկերոջը Վարաբյովի, որ կոնկրետ հիմա չեմ հիշում, բայց ինչ-որ հողհատկացում էր, թե ինչ էր, բան տակներ շնորհակալություն Անեն Սիմոնյան։ Ասում եմ, ես ինչ ես բերել։ Ասում եմ, այդ կստորագրեք։ Այսինքն ես իմ այդ մարդու մասին իմ առաջի տպավորությունը եղել է դա, ես ինքս ճղեցի, ասի, բայց կա մի սուրբ եկեղեցի էին ուզում կառուցել այդ հողը։ Հարգելիս հիմա ինչքան է լավ բան լինի, բայց ասենք այդ ինչ է, ինչ վերաբերում է իր մասին, ասում եմ, իմ մասին իր տպավորությունը տենց է։ Գործակալի էր թե ոչ։ Հարգելիս, ինչ եք ուզում ես գնահատականներ տամ, հետո ասեք, որ
ազգային ժողովի նախագահ ասեց, հետո դատախազը։ Գնահատական եմ տալիս։ Հիմա բայց իմ ընտրությունն է, չէ՞, չեք ստիպել ինձ քաղաքական գնահատական։ Իսկ ինչպես եք գնահատում 3 եկեղեցու տարածքում միջադեպը, որի ընթացքում նաև հայրենում եւ վիրավորում են լրագրողներին։ Վատ, որովհետև դա Եվ իրավապահների չմիջամտել։ որովհետև դա մեզ գալիս է այդտեղ աթոռը պահելու մասին են խոսում։ Բայց հիմա կարճած են մարդիկ իրենց աթոռներից, որովհետև այդ բիզնեսները նկատի ունեն եկեղեցական այդ խավը նկատի ունեն Տերարամի կտրիչները։ աջակիցներն են լրագրողներին Լսեք, ով որ վիրավորել է, շատ վատ բան է, շատ վատ բան է, անընդհանուր բնական է։ Բայց ես նենց չէ որ ես Տերարամի կողմնակիցն եմ կամ մյուսի կողմնակիցն եմ, դա process է, որին ես հետևում եմ, որպես քաղաքացի, որպես հավատացյալ, ես հետևում եմ։ Ես իմ կարծիք ունեմ դրա վերաբերյալ, իմ կարծիքը այն է, որ այն ինչ որ կատարվում է եկեղեցում, նաև ձայնագրությունը նկատի ունենալով, որ մարդ կբերես ընտրություն բաներին, թե չէ ստեղ կնշանակվի, այնտեղ կնշանակվի, դա ցույց է դնում այն խնդիրները, որոնք վաղուց կային, այո, վաղուց կային այդ խնդիրները եկեղեցում, որպես կառույց ունեցել է, Իսկ որ իրավապահները չէին միջամտում, ոնց է խոչընդոտում լրագրողների Ես անկեղծ չեմ տեսել, բայց կրկնում եմ, լրագրողի նկատմամբ յուրաքանչյուր բռնություն անհարգալից վերաբերվում, մենք հոդվածել ունենք դրա հետ կապված։ Պետք է մաքրիական գործ լիներ ձեզ։ Պետք է նայեմ, Շուռ ջան, չեմ նայել, կրկնում եմ, գտնեն, թողանեն, ինչի մի մտցրեք ինձ իրավապահների դաշտ։ Ես կարամ որպես գնահատ, ասում գնահատական եմ տալի լրագրողի յուրաքանչյուր, ես լրագրողների հետ մեծ չի որ միշտ հարթ եմ, բայց այնուամենայնիվ լրագրողի գործունեությունը խոչընդոտել։ Պարոն Սիմոնյան, վերադառնալով Դավիթ Համբարձումյանի գործին, քանի որ ինքը Ռուսաստանում է գտնվում, եթե դատական գործ ընթանում ու չկա բացակայելու արգելք, դա խնդիր չի, իրավապահ համակարգը արդյոք պատշաճ է Ես ֆրանսիվ խոսեցի, ես մի քիչ դուրս եկա, ես ասեմ համար օրինակ զարմանալի է, որ չեն բաց թողել ինքը ոնց է հատել գնաց իմ համար այդպես process-ի մեջ Բայց դա դրություն չպետք է լինի ձեր իշխանության համար, միշտ էլ այդ խոշոր ձկներին հաջողվել է երկրից դուրս գալ, հետո նոր իմացանք, որ վայ գնացին։ Նարեկ ջան, խնդիրը կանում է նրանում, որ դուք ինձ քաղաքական գործիչին, չգիտեմ, մեր խմբակցության ղեկավարին, վարչապետին եւ դատական իշխանության դատավորին նույնականացնում են։ Այդ նույն տրամաբանությամբ շատ ու շատ մարդիկ կան եւ շատ վճիրներ կան, որոնք օրինակ նույն Ռոբերտ Քոչարյանի հետ կապված, Սերժ Սարգսյանի հետ կապված, իրանց մերձավորների հետ կապված, որոնց հետ կապված մենք էլ հաշվառություն ունենք եւ ասում ենք ոնց կարելի է օրինակ այս մարդը հիմա դուրսն է, այս մարդու հետ կապված որոշումը սենց է։ Մի նույնականացում չկարողացել բարեփոխումներն այնպես անի արդարադատության ոլորտում, որ այդպիսի խնդիրներ չլինեն։ Ես ձեր հետ համաձայն եմ, իշխանությունը խնդիր ունի եւ բարեփոխումները շարունակվում են եւ բարեփոխումների հետ կապված խնդիր կա դատական համակարգում եւ բոլորս դրա մասին գիտեն, բայց միևնույն ժամանակ պետք է բանանենք, արձանագրենք, որ կան լավ դատավորներ, կան կայացած դատական մարմիններ եւ բաներ, դե չի միանշանակ ամեն ինչը սևով բանանել, լավ ուզում։ Պարոն, երեքը պարտանում եք ձեր խմբակցության փոխնախագահ Վարդան Ռուբինյանը ասում է, որ տեսեք ինչքան ընդդիմադիր համայնքապետեր դեռ կան աշխատում են, անմիջապես հաջորդ օրը Դավիթ Համբարձումյանը կալանավորվեց, այսինքն սպասենք այն ցուցակի հաջորդ համարժեքն։ Ուզում եմ ասեմ, որոշ վճիռը հրապարակել։ Դա եւս մեկ ապացույց է, որ նույնիսկ ազգային ժողովի փոխոսնակ ավարտության անդամ Ռուբեն Ռուբինյանը տեղյակ չի արկա իրավական process-ներից հակառակ բառերով ինքը առնվազն դա չէ ասի։ Ու երկրորդը կրկնում եմ, ես արդեն մի տեսախցիկի ներկայությամբ դա արեցի, հիմա նորից եմ ասում, որ մնացած բոլորի համար, բոլոր այն անձինք, ովքեր որ կասկածվում են գողության, սպանության, մնացած քրեորեն պատժելի հանցագործությունների մեջ, դիմում գրեք հանրապետական կուսակցություն եւ դրանից հետո ներկայացրեք դա կամ դաշնակցություն եւ դրանից հետո ներկայացրեք ազատ ներկայացրեք դա որպես քաղաքական հետապնդում է շիշտրան։ Պարոն Սիմոնյան, մի բան էլ այդ գործը։ Այդ մարդը որտեղ ջիպից դուրս ցերեկ է հերապոխության ժամանակ մարդ է տաշում, մարդ է խփում, բաներ անում, այդ բան դուք ուրիշ հարց տվեք, գնացեք Սերժ Սարգսյանին անցրեք, ասեք իսկ ինչի Տիգրան Աբրահամյանին, Հայկ Մամեջանյանին, Արմեն Աշոտյանին չեք ներկայացրել, այնպեսին չեք ներկայացրել, որպես տեխնokraт ով էր ճանաչում իրար մասին միակ տեղեկություններն էր, որ միտինգի ժամանակ մարդկանց հարձակվել են Սերժ Սարգսյանը, իրան ինքը տենց շախմատիստ է իրան պատկերացնում, բայց վատ է շախմատ խաղում, նարդի մակարդակով է շախմատ խաղում, ու ամեն ինչ մի քայլ հետո պարզ է դառնում, արվել է դա նրա համար, որպեսզի դուք հարգելի լրագրող
ինձ հիմա հարց տա եւ Դավիթ Համբարձումյանը ներկայացվի որպես քաղաքական հարց են տալի քաղաքական առումով ումա պետք Դավիթ Համբարձումյանը ումա հետաքրքիր Դավիթ Համբարձումյանը քաղաքական առումով ուզում եմ հասկանամ քաղաքական տենց մեծ գիգանտ էր, ստեղ impeachment-ի process-ը եկել էր, հասել էր պիկին իշխանությունը, այս ինչեր եք խոսում, ասենք, հասկացա, հարցը տվեցիք, բայց եկեք հարգենք մարդկանց։ Պարոն Սիմոնյան, այդ առումով եւս մի բան ասում են 6 տարի հատուկ են 6 տարի 3 ամիս որոշել, որպեսզի համաներում չկիրառվի, այսինքն դա էլ է քաղաքական հրահանգով է տեղի ունեցել։ Թե չէ, խի ասում են 5 տարի չէին տալիս, որ կոնե համաներում կիրառվեր։ Բայց կարա չէինք այդ որը վճռը բողոքարկի։ Դե բա ինչ է, ուզում թող գնա բողոքարկի, ինչ եք հիմա մտել այդ դատական process-ի մեջ բանման։ Քաղաքական երանգներն եք ուզում։ Ասում եմ, ումա պետք Դավիթ Համբարձումյան քաղաքական առումով։ Խնդրում եմ, եկեք ծուրը նստենք, դուզը խոսանք։ Impeachment-ի ենթադրենք, impeachment-ի գործընթաց նույնիսկ չեն կարողանում իրանք քվեարկել։ Իրանք չեն քվեարկում։ Իրանք իրանցով Քոչարյանի թիմը եւ Սերժի թիմը չի քվեարկում, չեն կարողանում։ Դավիթ փողոցում ժողովուրդ չկա, 6 ամիս հետո ընտրությունները։ Ումա պետք Դավիթ Համբարձումյանը։ Այսինքն ինքն էլ ոչ մի բան չէր արել, տենց կտրտված կադրեր հրապարակվեցին, որտեղ ինքը բանի Գորյունի փողոցի վրա մարդած էր։ Ուզում հասկանամ։ Միգուցե AI-ով է սարքած այդ կադրերը։ Դելով այդ AI-ն ինչ է հնում, AI-ն է մեղադրում։ Սիվիկը պատվաճ չունի։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։